հնարավոր չի Թուրքիայից որևէ կազմակերպություն ներգրաված լինի։ Այդ երկու կողմերն են որոշելու, բնականաբար ամեն կողմ ունի իր մոտեցումները, երկու կողմի խորհրդակցությամբ է դա որոշվելու, որը պետք է Հայաստանի դիրքորոշումը։ Այն ինչ որ կարտահայտվի այդ որոշումների մեջ, այս փուլում պետք չի ավելի մանրամասն խոսել դրա մասին, բայց բնականաբար երկու կողմերի շահերին պետք է համապատասխանի այդ ընկերությունների ընտրությունը եւ առաջին հերթին պետք է ստեղծվի համատեղ ընկերությունը առաջին փուլում։ Հիմա քննարկումները հենց դրա մասին են ընթանում, հայ-ամերիկյան համատեղ ընկերության հիմնման մասին։ Իրենց պատկերացումների կամ պահանջների մասով։ Չէ, այս բանը չեմ կարող խոսել։ Ռուս-ուկրաինականի դեպքում մենք տեսնում ենք, որ Մոսկվան ու Վաշինգտոնը ամեն դեպքում պայմանավորվածությունների փորձում են գնալ։ Այսինքն դուք բացառում եք, որ հարավային Կովկասում, որը մշտապես համարվում է Ռուսաստանի այսպես ազդեցության գոտին, նույն Թրամփի ողու հետ կապված այսպես համաձայնություն լինի, ինչի նման մամուլում այդ հոդվածը կար, որ պետք է արտուղարի օգնականի վերջին այցի տարածաշրջան այցի ժամանակ հենց դա է ասվել, որ երրորդ ընկերությունը կարող է ռուսականը լինել եւ սա ըստ այդ հրապարակման շոկ է առաջացրել Հայաստանի իշխանությունների մոտ։ Այսինքն բացառում եք, որ հնարավոր է նույն հարավային Կովկասում Ռուսաստան Միացյալ Նահանգներ համագործակցություն լինի։ Գիտեք, ես նախ այդ հրապարակումը չեմ տեսել, երկրորդը խոսել մի բանի մասին, որ փաստ չի, ես չեմ ուզենա, որովհետեւ այդպիսի ենթադրությունների վերլուծություն կամ ենթադրությունների, չգիտեմ, մեկնաբանություն ես չէ։ Բայց բացառում եք համագործակցություն այս դաշտում։ Մենք առաջնորդվում ենք այն փաստաթղթերով, այն դեկլարացիայով, որը որ ստորագրվել է։ Հավելյալ մեկնաբանությունները